Փարիզի համալսարանի աշխարհաքաղաքական վերլուծության և հետազոտությունների կենտրոնի դոկտոր Ֆրեդերիկ Անսելի «Ուժի ուղիները» գրքում մի քանի անգամ հիշատակվում են Արցախը ու Հայաստանը։ Անսելի համոզմամբ վերջին մարտը Հայաստանը տանուլ է տվել, որովհետև թերագնահատել է հակառակորդին։ 2022-ին գրված նրա գիրքը հիմա արդեն հնարավոր է հայերեն կարդալ։ Նյումեգի մեր գործընկերներն են թարգմանել ու տպագրել «Ուժի ուղիները»։ Ֆրանսիան տանուլ է տվել մարտը, Ֆրանսիան պատերազմը տանուլ չի տվել։ Շարլ դը Գոլին է հիշում աշխարհաքաղաքականության դոկտոր Ֆրեդերիկ Անսելը ասելու համար, որ հայերը չեն պարտվել Արցախյան պատերազմում, պարզապես չեն հաղթել վերջին մարտը։ 94 թվականին մարտը հաղթանակով ավարտվեց հայերի համար։ Մարտը, ոչ թե պատերազմը։ Նույնը տեղի ունեցավ 20 թվականին։ Հայերի դեմ մարտը շահեցին, բայց ոչ թե պատերազմը։ Արցախի հարցը փակված չէ, կարծում է Անսելը ու նկատում, որ միայն ժամանակը ցույց կտա։ Արդարանում են գեոպոլիտիկ կանխատեսումները, թե ոչ։ Գուտերեշը չի գալու Երևան եւ չի ասելու վերջ։ Ավարտվել է խաղը, երեխաներ, այդպես չի լինելու։ Տարիները, տասնյակ տարիներն են մեզ ասելու, թե ինչ է տեղի ունենում իրականում։ Փարիզի համալսարանի աշխարհաքաղաքական վերլուծության և հետազոտությունների կենտրոնի դոկտորն իր «Ուժի ուղիները» գրքում մի քանի անգամ հիշատակում է Արցախն ու Հայաստանը։ 2022-ին է գրվել գիրքը, մինչև Արցախի հայաթափումը։ Պնդում է հայերը 2020-ի պատերազմում թերագնահատում էին հակառակորդին։ Դա է ըստ նրա պարտության հիմնական պատճառներից մեկը։ Երբեք պետք չէ թերագնահատել հակառակորդին։ Հայերը թերագնահատեցին Ադրբեջանին, նրա բնական գազը, նրա ունակությունը և հաղթելու կամքը։ Թերագնահատեցին նաև նրա դաժանությունը։ Իսրայելցիներն ու Համասը նույնպես թերագնահատում են իրար։ Լուրջ վերաբերել սահմաններից դուրս և սահմաններից ներս ամեն ինչին խորհուրդ է տալիս դոկտորը։ Տնտեսությունը, կրթությունը, դեմոգրաֆիան, պետք է խոշորացույցի տակ պահի պետությունը, եթե ուզում է հաղթել։ Կարծում եմ, որ կառավարությունը Փաշինյանի թե այլ, ամենևին տարբերություն չկա, ով էլ լինի։ Կարծում եմ պետք է անպայման սոցիալական տարբեր ծրագրերով խրախուսեն ծնելիությունը Հայաստանում։ Անսելի համոզմամբ պարտությունը հայ ժողովրդին կարող է սովորեցնել վերարժևորել թե ավանդական դաշնակցային հարաբերությունները, թե տնտեսական կապերը, մտածել սեփական ուժերով ոտքի կանգնելու, հզորանալու մասին։ Իմ կարծիքով Հայաստանի համար հիմնական առավելություններից մեկը Ռուսաստանի դավաճանությունն է։ Ռուսները դավաճանեցին հայերին։ Ինչու եմ ասում, որ սա դրական է, որովհետև միջազգային հարաբերությունների մեծ մտածող Ռեյմոն Արոնը 60-ականներին ասում էր, հաղթանակը արբեցնում է, բայց պարտությունը արտակարգ մանկավարժ է։ Ռուսաստան, Ուկրաինա, Իսրայել, Համաս աշխարհում հիմա պատերազմում են, որովհետև բոլորը ինքնիշխանություն են փնտրում, կարծում է ֆրանսիացի քաղաքագետը։ Հենց սուվերենության շուրջ էր Արցախյան պատերազմը, ոչ միայն մշակութային, տնտեսական, կրոնական և այլ ասպեկտների պատճառով։ Հենց սուվերենության շուրջ եղավ պատերազմը այս տարածաշրջանում։ Հիմա Հայաստանի սուվերենությանը սպառնում է Զանգեզուրի միջանցք կոչվող թուրք-ադրբեջանական նախագիծը, կրկին կբռնկվի Հարավային Կովկասը։ Իրանը այսօր իսկապես, այսպես ասած, ագրեսիվ է այդ առումով, որովհետև չի հանդուրժելու թուրքախոս երկու պետությունների աշխարհագրական միացումը։ Առավել ևս Ադրբեջանն այսօր ունի հիասքանչ հարաբերություններ Իսրայելի հետ։ Աշխարհաքաղաքագետը կարծում է Մեղրիին վտանգ չի սպառնում։ Դժվար թե Ադրբեջանը ներխուժի Սյունիք, լավատես է ֆրանսիացին։ Ալբերտ Սերոբյան, Նորայր Շարբաթյան, Այլուր։